Սիրելի ընկերներ, մեկն ու մեկը մի հատ նշան տվեք։ Okay. Բարի երեկո սիրելի ընկերներ, բարի երեկո թափշյա հաղթանակած հեղափոխության նվիրյալներ, բարի երեկո պայքարից չնահանջողներին, մենք միասնաբար շատ ուժեղ ենք, այս օրը գալու էր, այս օրվան բազմահազար հայեր, թե Հայաստանում գտնվող, թե արտերկրում գտնվող շատ շուտվանից էին սպասում, որովհետև մեր ժողովուրդը երբեք չի սխալվում, որովհետև ժողովրդի մեջ գոյություն ունեցող բոլոր խոսակցությունները ճշմարտացիության ելևեժներ, նշաններ ունեն իր մեջ, եթե ժողովուրդը մի բան խոսում էր այս տարիների ընթացքում, սկսած ոչ թե միայն 1999 թվականի այդ սև եւ աղետալի օրվանից, որ բռնազավթվեց լուսավորչի սուրբ գահը, այլև դրանից առաջ, դրանից տարիներ առաջ, երբ Կտրիչ Ներսիսյանը դեռևս առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի փոխանորդ էր, առաջնորդը, եպիսկոպոս։ Ուզում եմ սկսել, որ երբեք ուշ չէ, այս եզրույթը պետք է մենք օգտագործենք եւ մաքրենք մեր եկեղեցին այն սրբապիղծ հոգեվորականներից, ովքեր խախտել են կուսակրոնության ուխտը, ովքեր դրժել են այն երդումը, որ իջման սուրբ սեղանի առջև ծնկի են եկել եւ երդվել են Աստծուն, եկեղեցուն, ժողովրդին, հոգևոր դասին, սակայն իրենց փառքի տարիներում սկսել են խախտել։ Ես այս ապիկարին ճանաչում եմ 1991 թվականի կարծեմ հուլիս ամսից, հուլիս-օգոստոս ամիսներից, երբ առաջին անգամ սրան տեսա, ու ինչ վիճակում տեսա, այսօր ես ձեզ կասեմ։ Առաջին անգամ, երբ մտա Սուրբ Սարգիս եկեղեցու հետևը առաջնորդարանը, երկրորդ հարգում, որ այս կտրիչը եպիսկոպոս էր, երբ գործերս տարել էի, դուռը թակեցին ու ներս մտա, տեսա մի խումբ աղջիկների հետ նստած, թեև երիտասարդաց միության աղջիկներն էին այն ժամանակ 17, 18, 20, 22 տարեկան, սակայն սրանց հռհռոցը, սրանց հրճվանքները իրենք եպիսկոպոսից երկյուղ, վաղ չեմ ասում, երկյուղ կամ ամոթխացություն այդ աղջիկները չունեին, որովհետև այնքան մտերիմ էր շփումը եղել, ընդհանրապես մարդկային հարաբերություններում այդպես է, եթե շատ մտերիմ են լինում, իրարից չեն քաշվում։ Այս աղջիկները, երիտասարդաց միության անդամները, թե առաջնորդարանի քարտուղարուի կամ եւ այլը կլիներ մեջները, ես չգիտեմ, ես 10-րդ դասարանը ավարտած տղա, իրենք արդեն մի քիչ մեծ եւ այլն հռհռում, խոսում, էսկո ոչ անծանոթ տղա եկավ, գործերը տալու եւ այլն, ես հենց այդտեղից այդ մարդուց որպես հոգեվորական ես դրանից հիասթափվեցի, բայց սրա վրա հետագա տարիներում, թե ուսանողական տարիների, թե ծառայությանս տարիներում բազում արկածներ, պատմություններ լսելով սրա մասին, այս մարդը եկեղեցու, աղոթքի, աստվածաշնչի, հավատքի հետ բնավ կապ չունի, այս մարդը իր էությամբ առաջինը բիզնեսմեն, ինքը մենակ գումար հաշվի, գումար աշխատի ու մնացածի մասին էլ
այնքան ասել ենք, այնքան խոսել եմ իմ նախորդ լայվերում բոլորը կա։ Այս օրը, որ առավոտից բոլորս միասին կամ ամբողջ աշխարհի հայությունը կամ ռուսական ագենտները, որ ուշիով հետևում են, այս օրը սպասելի էր, սա գալու էր ուշ թե շուտ, սակայն դուք եւ ես տեսել ենք լիքը հոգեվորականներ, իբր թե այսօր քահանայի ժողով պիտի լիներ տարեկան, Միքայել Աջապահյանը կոորդինատորն է, համակարգողն է այդ ժողովի ու տեսեք ինչ էին ասում, այն ապիկար լրագրողները հենց իմանալով, որ մենք այդ օրն է մայրաթոռում ժողով, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության 30 աշխատակիցներ հենց այս օրը ներխուժեցին մայր աթոռ։ Սա լրիվ բարբաջանքներ էր, դա ընդհանրապես դրա հետ կապ չունի, առանց Միքայել Աջապահյանի էլ կարային այդ ժողովը անեին, ընես չի, ես այդ ժողովներից մի քանիսին մասնակցել եմ, լավ գիտեմ ինչ են խոսում կամ ինչ են անում, վերջում ինչ հանձնարարություններ, ծխական խորհուրդ, ժողովրդի հետ հանդիպումներ, sense բաներ են խոսում, կատարելագործվել, բայց վերջում ոչ մի բաներ չկա, բոլորն էլ գնում են նորից իրանց եկեղեցիները ու սկսում են իրանց ծեսը մենակ, փողի մասին մտածելը, դուք ցույց տվեք մի հոգևորական, որ ամեն օր գնում է, ասենք թե իր հոտի բնակարաններ են մտնում, ամեն օր, չկա է ձեզ բան, ով հրավիրի նամանավանդ Սուրբ Ծննդյան և զատկական պատարակներից հետո տնօրնեք, նրանց տուն կգնան, մեկ էլ իրանց մտերիմների կամ ծանոթների կամ մեծահարուստների, ովքեր որ լավ փող ունեն, գործ ունեն, դրանց որ մտնելու համար տերտերներ կան, որ կապերը միշտ պահում են, բայց որ ասես գնան, քարոզեն, տները իրենց հոտի անդամների տները մտնեն, քարոզեն, Սուրբ Գիրքը բացատրեն կամ որպեսություն հարցնեն, այդպիսի բան չկա, մեկն ու մեկը գրեք, որ մեկի տունն են հոգևորականներ գալի, գոնե տարին մեկ անգամ, կա, չկա, բացառված է, գյուղերում կարող է քահանան պարապլիկ մտնի մի հատ կողքի տունը, բարև բայլուս բաման էսկոմ մենկոմ, բայց մեկն ու մեկը ցույց տվեք ձեր քաղաքի հոգևորականը գնում է իր քաղաքի բնակիչների տները, օրը մեկի տունն էլ որ գնա 365 տուն կմտնի տարին, այս ձևի բան չկա, հա, ամեն ինչին մենք ականատես եղանք, արծարծվեց, լրիվ համացանցը ողողված է, ես ձեզ նորություններ չեմ ասելու, բայց զնմանը նմանին գտանից է, այսինքն մարդը, նույն մարդը ընդհանրապես ընկեր է գտնում իրան, շրջապատ է գտնում իրան նմանների հետ, հիմա այսօր մայրաթոռում ովքեր էին հավաքվել, մենք տեսանք, ասում են, թե հազարավոր ոստիկաններ, կարմիր բերետավորներ, դիմակավորված ոստիկաններ, հատուկ ջոկատայիններ, պլյուս առաջինը, որ ԱԱՑ-ի աշխատակիցներն էին գնացել։ ԱԱՑ-ի աշխատակիցներ գնացել էին այդ պահին, եկեղեցում այդքան մարդ չկա։ Սրանք այնքան աֆերիստ էին, որ սկսեցին ոտերները կախքցել, այս կողմ, այն կողմ մի քիչ մարդիկ հավաքվեցին։ Ես լուրեր էի ստանում այդ ժամանակ մեր ընկերներից, որ Էջմիածնում արդեն հավաքվում են Ղարաբաղցիներ, նորից ու նորից Ղարաբաղցիներին օգտագործում էին, խոսացող Ղարաբաղցիներ չկային ժողովրդի մեջ, որովհետև ես մեկ վայրկյան բաց չեմ թողել և ուղիղ եթերի մեջ եմ եղել մինչև վերջ, դուք նկատած կլինեիք, որ առավոտից մինչև ցերեկվա ժամը 3-ը 4-ը մինչև քննչական հասնելը ես Facebook-էլ տես չմտա, հա, ու տեսեք ինչ արեցին,
իբր թե Սամվել Աջապահյանը, նախկին անունը Սամվել այլ եղեք, իբր թե գնում է, ուզում է, ցանկանում է, ժողովուրդը չեն թողնում, այս կողմ են կողմ, սրանք ոտերները կախ էին գցում, որ ժողովուրդ հավաքեին, զանգերով, քահանաների հարազատներով, ծանոթ էջմիածնցիներով, երևանցիներով, նույնիսկ ազատության լրագրողը, նյու կայքի լրագրողը ասում էին, որ ճանապարհները փակել են եւ այլն, բայց հենց Տաշիր Սամոյի հորեղբոր տղան այդտեղ ինտերվյու տալու ժամանակ ասաց, որ ճանապարհները բաց էին եւ մենք անխոչնդոտ եկել ենք Էջմիածին։ Ինքը Տաշիր Սամոյի հորեղբոր տղու Նարեկ Կարապետյանի ասածը հենց հարված էր այս 5-րդ Շարասյան լրագրողներին։ Ու տեսեք ինչ արեցին։ Ողբի զանգերը Մայրաթորի եկեղեցու տաճարի ողբի զանգերն էին դրել աննպատակ ժամի ու աննպատակ տևողությամբ զանգերը ղողանջում էին դանդաղորեն եւ մեկ առ մեկ հատիկ առ հատիկ էր ղողանջում իբր մահազդա սակոբոթա եկել են Մայրաթորը գրավեն սրանք տարան այն կարծիքին, որ պետությունը, իշխանությունը կամ ուժայինները եկեղեցու վրա են հարձակվել, բայց էությամբ մենք այս ամբողջ ընթացքում, այս իրավիճակում, թե տարիներ առաջ, թե ընդհանրապես միշտ ասել ենք, պետությունը կամ որևիցե մեկը ոչ թե եկեղեցու դեմ է, այլ անօրենների դեմ է։ Եկեղեցին մեր եկեղեցինն է, մեր սրբությունն է, մեր հայ ժողովրդի օրանն է, հասկացանք։ Բայց սրանք շուրջը հավաքվեցին իրենց նմանները նորից։ Բոլոր զրկվածները, բոլոր մերժվածները, դա քոչարյանական կլիներ, դաշնակները կլինեին, ասում եմ, ահագին Ղարաբաղցիներ կային, ահագին մեծամասնությունը, ես այնտեղ տեսա էջմիածնցիներ էլ մի 4-5 ծանոթ, տենց, բայց հիմնականում լրիվ Ղարաբաղցիներ էին, որովհետև ըստ հեռավորության 20 րոպե հասնել Էջմիածին եւ բնականաբար այդ տերիտորիայում մեքենաների կանգառելու տեղ չէր լինի, մի քիչ հրապարակի կողմ, մի քիչ այս կողմ են կողմ կանգնացնեին 5 րոպե էլ ոտքով այդ ձև գային հասնեին, 20-25 րոպեն արդեն քիչ հետո սկսեցին շատանալը, այսինքն Երևանից էին գալի, կամ գյուղերից բանից գալիս էին մարդիկ, ես պատկերացնում էի, որ շատանալու են ու շատացան, բայց այդքան էլ չէ, հետո վերևից մենք նայեցինք մի հատ բաներ, այն կես գյուղի մի հատ սքոարարության թաղման երթ էր, որ միասին գնում էին դեպի քնչական ոտով, Էջմիածնի կենտրոնական փողոցով, ինչևից է, շատերը խոսացին, ելույթ ունեցան, բայց ես իմ էջում գրեցի ու ուղղակի ուզում եմ հանրային ասել, որովհետև սա բաց է լինում, հետո ամբողջ ժողովուրդն է տեսնում եւ ասեմ, ում տիրոջ, այ Աջապահյան թե Աջապարարյան, որ տիրոջ, երկնային տիրոջ, թե մեր մարդկանց ժողովրդի տերերի հետ ես, երկու դեպքում էլ ես ասում եմ, քո տերն էլ, քո հերն էլ, քո մերն էլ, քեզ սատարողներին էլ հետը, վիժվասկ, էտում ես հայոյում, այդ վիժվասկ, ժողովուրդ ջան, ոչ մեկը ի սկզբանե միջև վերջ, որևիցե հոգևորականի կողմից քրիստոնյա բարոյական արժեքներ չտեսակ, այդ բոլոր եթերում, որ ուղիղ եթեր հետ միացած բոլոր կայքերով, բոլոր լրատվականներով, ես նույնիսկ լրատվականներն էի թերթում, եթե իշխանամետը մեկն էր, մնացածը բոլորը 5-րդ Շարասյան լրատվականներն էին, լրատվամիջոցներն էին, ուղիղ եթերով,
բոլոր հոգևորականները, ովքեր մեկը խոսում էր, մեկը վրա էր տալի, մեկը գոռում էր, մեկը ողբում էր, մեկը լացում էր, մեկը դերասանություն էր անում, մեկը բոռ էր մտնում, մեկը ծափահարում էր, չեն թողնելու այս բաներ, այս բոլորը լրիվ սարքած մի հատ ցիրկ էր, ու ոչ մեկը չի կարող ասել, որ եղավ մի հոգևորական, որը ըստ ավետարանի, ըստ Աստվածաշնչի, քրիստոնյա բարոյական մի հատ խրատար, մի հատ կոչաներ, մի հատ բոլորը ագրեսիվ էին, բոլորը սենց այն պարզ ապացուցում էին, որ մերժված են, իրենք պիտի այն իրենց յուղոտ կյանքը, այն աշխարհիկ կյանքը, որ ունեին թաքցրած հոգևորի մեջ, դա սասանվում է։ Այս ամեն ինչը պիտի արվեր 2018 թվականին, որ ժողովրդից ոչ մեկը համարձակություն չեր ունենա ներկա գտնվելու, այն որ գնդեվանքի մոտ հարձակվել էին կաթողիկոսի մեքենայի մեջ վախվորել էր, դուրս եկավ, ներս մտավ, պատուանը չեր իջեցնում, ոստիկանները եկան 2018 թվականին, այդ ժամանակ պիտի լիներ, որ նույնիսկ ժողովուրդը հեղափոխություն էր եղել, գիտեր, որ դրանք դա էլ ապի կարա, կամ թող մի հոգևորական, եթե ինքը ճշմարիտ հոգևորական է, կամ ճշմարիտ քրիստոնյա է, այդ որ Միքայելը մտնում է քնչական մտնելուց, ողջույն քրիստոնյաներին, եթե քրիստոնյա չեն, ուրեմն ողջույն չկա, ողջույն թող մի քրիստոնյական իսկական ձեռքը դնի սուրբ գրքի վրա ու ասի, կաթողիկոսը այդ կոչեցյալը 1999 թվականին իրավունք ուներ կաթողիկոս դառնալու, եթե ինքը ամուսնացած էր, նա իրավունք չուներ սկի եպիսկոպոս դառնալու, նա իրավունք չուներ վարդապետ դառնալու, ուր թե մնաս կաթողիկոս դառնար, հետո ողբի զանգերից հետո սկսում են երգել, թե դրանով ինչ էին ուզում ասել, քիչ էր մնում են վանքի են մի 10 կույս ունեն տարած հետ բերած, դրանց էլ բերեին, այդտեղ պատկազմեին, թե ինչ անեին, ավտոնեին, սրանք սադրանքի էին տանում, բայց եկեք ծափահարենք մեր ուժայիններին, ԱԱՑ-ին եւ ոստիկանությանը, որ սադրանքների չտրվեցին եւ հասկացել էին ինչա կատարվում ու ոնց որ գրեցի մեկը պիտի գնա ուշ թե շուտ պիտի գնար սա երկիր է սա պետություն է ունենք օրենք այդ օրենքի արչեւ համահավասար պիտի լինեն բոլորը հարուստ կլինի աղքատ կլինի նախարար կլինի բամբոր կլինի ես կլինեմ իմ հարազատը կլինի հարևանը կլինի թե բարեկամը կլինի ով ուզում է լինի օրենքի արչեւ բոլորը պիտի պատասխան տան ԲՀԿ-ից կլեն ՔՊ-ից կլեն ՀԿ-ից կլեն հավատացյալ կլինեն աղանդավոր կլինեն ով ուզում է լինի այս երկրում ես ապրում պիտի ենթարկվես այս երկրի սահմանադրությանը հեղաշրջման փորձերի կանոն ինչի համար եկեղեցին դարձրել են ու ուզում են այդ ձևել մնար ինչ որպես Հայաստանյաց առաքելական եկեղեցին Հայաստանի սահմաններում ռուսական սկուտեղի վրա մատուցած մի հատ կառույց արտասահմանում էլ այս նույն եկեղեցին դաշնակցության ձեռքն է կապ չունի դա էջմիածնական եկեղեցին է թե Կիլիկիայի Անտիլիասին է պատկանում բոլորն էլ դաշնակցության ձեռքն են բայց այս սրիկանները որ սնվում են Եվրոպայի ու Ամերիկայի մեր եկեղեցիներից փողերագալի բարերարները սրանք ամեն ինչը ուսումը կրթությունը ավտոները հագնելը ուտելը լրիվ ուզում են եվրոպականը լեն փողերը լրիվ Եվրոպայի ու Ամերիկայի հայերը բարերարները ուղարկեն այնքան անգիտակից են այդ ուղարկողները բայց եկեղեցին դարձրել են ռուսական մի հատ կառույց կակեբեի ձեռին գերի կամ ուզում են որ մեր այս եկեղեցին մեր պետության մեջ պետություն լինի պատկերացնում եք դուք
որ իրանց ոչ մեկը ոչի բան չասի, հոգևորական ես, կուսակերոն ես, քահանա ես, ով ուզում է սեղնես, բանը, ոչ մեկը իրանց չմոտիկանա, ինչ ուզենան անեն, այդ ձեր բան չկա, ես ձեզ բերեմ օրինակ, վերջի տարիներում Լիոնի արվարձաններում մի կաթոլիկ հայրսուկ ձերբակալվեց, օգնություն, բարեգործական սենց բաներ զբաղվելով բանով, դիվանի տակ 700,000 եվրո փող ուներ, բռնեցին, ծալեցին տարան, այս նույն այդ տերտերների խումբը, որ այսօր իրանց ճղում էին, այս հիմա իրանք նայում են, բայց առանց մտնելու են, էլի նայում, այս նույն տերտերների խումբը, բա ինչի չէր, այս 27 տարիների ընթացքում 91 թվականից մինչև 2018 թվականը մի անգամ մի անօրենության դեմ դուրս եկել ու խոսացել, երբ են ցույց տվեք ինձ, ասեք այս քահանան դուրս ա եկել Լևոնի օրոք, Քոչի օրոք կամ Չիբուրի օրոք ինչ-որ մի հատ անօրենություն կամ Էջմիածնում կատարվող Մամբել Սեյրանի այդ գրուպի բանի դեմ ինչեր որ անում են, կամ ասենք թե մի մարզում մի օլիգարխի դեմ, մի անգամ մի բան ինձ ցույց տվեք, ես այսի սենց անջատեմ, այդ հիմա լրիվ լեզու էին առել ու բան էին անում ես կոմ, բայց ձեզ մի հատ լավ բան ասեմ, այս կաթողիկոսը, որ իրա բեշմեշոկը հավաքի ու դավայ դասվիդանյա իրա Ցարստանը, լիքը հոգևորականներ բերաններ արդեն բացվելու է, արդեն ասելու են, ինչ լավ եղավ, շուտ պետք է ադե բա մենք ինչ անեինք, դեռ չէինք կարա, բա Էջմիածնում եմ ծառայում կամ Երևանում էի ծառայում, գահաներ կշպրտեր եսի մեն Արարատի գյուղերը, են Գորիս Սիսյանի գյուղերը կամ չգիտեմ որտեղ անմարդաբնակ կամ մի լեռնային շրջաններ, այ էսա, թե մի քանի էլի վախվորած եպիսկոպոսներ ունենք, չունենք, դեռ հլա դեռ պարզ չի, թեև Հայրխորենը ընկերս, ում ես վաղը կհանդիպեմ, բանը ասաց հա, որ մի 4 հոգի կամ, որ միշտ ընդբզում են կամ բան են անում, բայց դե տեսնենք, կամ նույնը մենք սենց տվեցինք անցանք այսօրվան, մոռանալով Բագրատին կամ Տաշիր Սամոյին, այս բոլորը ամեն ինչը նույն տեղից են սնվում, նույն տեղից, սա շատ պարզ է, սա թաքցնել իրենք այլևս չեն կարող, ոչ իրենց դաշնակների հետ, ոչ Քոչարյանի հետ, ոչ էլ Սերժի հետ կարան թաքցնեն, այս մարդը այն մարդն է, որ դարձավ կաթողիկոս, իր եղբայրը վարդապետ էլ չէր, կուսակերոն քահանա էր կոչվում, աբեղա, այսինքն դարձավ քահանա, բայց վեղար ստացավ և որոշեց, որ չամուսնանա, և ծառայում էր Սանկտ Պետերբուրգում, Լենինգրադում, այս մարդը կաթողիկոս է դառնում, սրա աղբերը Եզրասը, որ էլի ղրգել էին, եկել է, մի անգամից դառնում է վարդապետ, հետո մի անգամից դառնում է եպիսկոպոս, ու ինչ, ու նշանակում է Հայ առաքելական եկեղեցու ամենամեծ թեմի առաջնորդ, ինչու համար, չէ որ այդ թեմը այն ժամանակ ռուսահայոց և նոր Նախիջևանի թեմը, որը միասին էր, հետո բաժանեց, այս թեմը զրոյից ստեղծել էր Վազգեն առաջինի ժամանակվանից Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանը, որը ստեղծել էր ռուսահայոց թեմը, կենտրոնը Մոսկվայում, և երկար մոտ 29-30 տարի էծև ծաղկացրել, աշխատել, եկեղեցիներ բացել տարբեր քաղաքներում, միջև Տուապսե, Ադլեր, չգիտեմ Կրասնոդար, հատկապես այս հարավային շրջաններում, ու ինչ անում, որ ատեղ էր գումարը, ատեղ էր ամենահարուստ հայերը Մոսկվայում կամ Ռուսաստանում, չէ, Տիրան Սրբազան, դու պիտի դուրս քեզ հանում եմ, նշանակում եմ Ուկրաինա, եղբորը Լենինգրադից, մի անգամից եպիսկոպոս է դարձնում ու պիտի Մոսկվայի առաջնորդ հլի, այստեղ Տիրան Սրբազան ասավ ինչի համար,
եղբորդ ուղարկի Ուկրաինա, ես իմ տեղը մնում եմ։ Ոնց կլիներ, փողը Ռուսաստանում էր, ոչ թե Ուկրաինայում։ Այս պատմությունը լրիվ ուրիշ պատմություն է, որ համացանցում կա, թեև Տիրան Սրբազանն էլ էր ամուսնացած, իդեպ ձեզ ասեմ, դեռ Վազգեն առաջինի ժամանակվանից։ Հա, ինքը դրա բացատրությունը տվել է, կա համացանցում։ Եվ ինչ, եւ քանի որ Տիրան Սրբազանը չհանձնվեց, սկսեցին դատական պրոցեսներ, այս կողմ, այն կողմ եւ այլն, այս մարդուն ընդհանրապես կարգալույծ արեցին ու Շիրակի թեմի առաջնորդին Գրիգորիս arczepiskopos Բունացյանին ուղարկեցին Ուկրաինա, բայց Մոսկվան մնաց դատարկ ու Ռուսաստանը ամբողջ եւ իր եղբորը մինչեւ այսօր նշանակեց այն եղբորը, որ արգելում էր Ծիրանը վաճառեին։ Այն եղբայրը, որ մոտ 20 հոգու այդ օրը պատերազմի ժամանակ, այդ օրը Մոսկվայից իմ ընկերը զանգեց Ֆրանսիա, ասավ ես էլ էի անձամբ եկեղեց կնոջս հետ գնացել էինք եկեղեցու բակը, տեսնեինք ինչա կատարվում բան, ասում է եկավ օմոնը բռնեց, հայերին տարան, կեսին դատին, կեսին շտրաֆներ գրեցին, կեսին փող առան, չգիտեմ, բայց սա այդ կաթողիկոսի այդ եզրածը որ եկել է, Իրան է պիտի ձերբակալեն, Իրան, այդ սրբապիղծ արվամոլին, ու այս ձև, աղբորը դարձնում է ընդեղ, հիմա, մենք տեսանք լիքը Ղարաբաղցիներ, սրանց նորից օգտագործեցին, հավաքել էին այդտեղ զանգով, իրանց վդից բանից լրիվ երևում է, որ իրանք Ղարաբաղցիներ են, մի քանիսն էլ խոսում էին իրար հետ բան, բայց որ լրագրողների կողքին էին կանգնած, իրանց խոսակցություններն էլ էր գալիս, եւ տեսեք ինչ, բա հիմա ոնց չասեմ նորից, այսքան հա Ղարաբաղցիների մեջ էլ լավերը կան, բայց պետություն, դե արի ամեն մեկին ամիսը 40-50 հազար դրամ տուր, բայց հետո դուրս գան պետության դեմ, իրանք գործիք են ուղղակի, գործիք են այն փողերը Ղարաբաղից բերած այն պետական պաշտոնյաները, որ նախորդ գիտեին ինչա եղնելու, դրանք այս Ղարաբաղցիներին օգտագործում են, կարողանում են օգտագործել։ Մեր կառավարությունը շատ աշխատելու տեղ ունի, շատ այս տարբեր հարցերում, այս մեր ժողովուրդ ջան, մեր մի քանի падգամավորները, ակտիվ падգամավորները, որ անդադ մենք տեսնում ենք կամ ԿՊ-ից ոմանք, որ ակտիվ աշխատում են համացանցում եւ այլն, դա շատ քիչ է, այդ նույնն է, որ ասեմ Վանաձորում 291 հոգի ենք, բայց կարող է աշխատեն կամ էջերում մի բան գցեն 11-ը, բա ուր են 280-ը, ոմանք էլ սպասում են տեսնեն ով ինչ կգցի, նոր օրվա վերջում իրանք էջերում մի բան, համացանցով էլ աշխատել պետք, ապրեք դուք ընկերներ, նվիրյալներ, հեղափոխականներ, իսկական վարչապետասերներ, որ անդադ աշխատում եք, եթե մի ԿՊ-ական կամ մի պաշտոնյա մեր նշանակած, ԿՊ-ով նշանակված ընդամենը մի բան է գրում կամ դնում, դուք 10-ն եք անում, 20-ն եք անում, 30-ն եք անում, ապրեք դուք, ձեր ցավը տանեմ, բայց եկեք ասենք, որ իսկականից մեկ անգամ եւս շնորհակալություն մեր ուժայիններին, թե ԱԱԾ-ի աշխատակիցներին, թե ոստիկանության աշխատողներին, որոնք չտրվեցին սադրանքների, էլ լրագրողները, էլ ժողովուրդը, էլ հոգևորականները կանգնած ինչ ասես ասեցին, նույնիսկ աջապարարը սենց արտահայտություն էլ արեց, չէ գնամ, ես եմ գնում, թե չէ հրոսակները կգան, તો հրոսակները դուք եք, որ մարտի 1 հոկտեմբերի 27 եք արել, հրոսակները դուք եք, ձեր դաշնակներն են, որ արևմտյան Հայաստան եք երգում, բայց ամբողջ արևմտյան Հայաստանը այս դաշնակների ձեռով է գնացել։ Մենք ասում եմ, որպես հոգևորականներ, լսում եք, հայ կորյունկա, հայ խորենը, գավազանակիրը, որ հիմա եկել է, Տեր Սահակն էլ, որ խոսում է Հունաստանից, էլի մեր ընկերն է, բայց դե վեր կա ծարի,
իզուրը տեղից շատ բան մի արա, զանգում կամ գրում, հա, հարգում են քեզ, ընկեր ես, բան, բայց արի դե, արի միացի։ Ժողովուրդ ջան, բայց Տեր Արմեն ավագ քահանա Մելքոնյանին, որ խոսում է, էլի նորից եմ ասում, ես դուք ընդունում եք, լավ եք անում, ես այդ մարդուն, այդ քահանային չեմ ընդունում, որովհետև նա 2018 թվականին համակարգողի մեջ էր, նոր Հայաստան, նոր Հայրապետ շարժման մեջ, պայքարում էր, բայց հետո կանչեցին մայրաթոր, վախացրեցին, կարգալույծ էր եղել այն ժամանակ, հետո հետ գնաց, վերականգնվեց Հոլանդիա, հիմա այս վերջերս, որ էլի նորից կարգալույծ ա եղել, պաշտոնական էջում կա, մեկն էլ ինձ գրել ա, բայց չէ ինքը Վառնայում ա, հիմա Բուլղարիայում ա, ուր ուզում ա լինի, մի անգամ դավաճանողը, թե այս հոգևոր կյանքում, թե չգիտեմ որտեղ, այս մեր շարժման մեջ, այս մեր պայքարի մեջ, այս մեր հեղափոխության մեջ, ես չեմ կարող ընդունել, ով մի անգամ քննադատեց հեղափոխությանը մեր կառավարությանն ուղղակի ավազի հատիկ շպրտելով կամ վարչապետի դեմ, կամ առաջի տիկնոջ դեմ, կամ էջերում հաչալով, ես ինձ համար արդեն ինքը գոյություն չունի։ Հիմա Տեր Արմեն ավագ քահանա Մելքոնյանի մասին է խոսքը։ Լավ, թող խոսա, թող հիմա խոսա, էլի դեմ է, բայց կարող է նորից էլի գործ տան կամ ասեն արի հարց չկա դու մեր ախպերն ես, էլի նորից թեքվի։ 2018 թվականին թեքվել է, բայց Հայր Եղիա Խաչատրյանը չի թեքվել, Հայր Խորենը չի թեքվել, ես չեմ թեքվել, Ալբերտ Սարգսակը չի թեքվել, Հայր Կորիոնը չի թեքվել։ Հասկանում եք, ես սկզբունքային մարդ եմ սիրում, սկզբունքային, ճիշտ է, որ գնա միջև վերջ, դուք քարոզչության մեջ մնացեք, սիրելի ընկերներ, այս պայքարում էլ սատարում եք մեր վարչապետին, մեր կառավարությանը, մեր իշխանությանը, ուժայիններին, իրավապահ համակարգին, թեև տեղեր էլ կան, որ կարող են կռիչներ լինեն, բայց երբ տեսնեն ու իրանք լավ գիտեն, որ մենք քնած չենք, մենք պատրաստ ենք, որ պետք լինի, էլի կհավաքվենք Հայաստանի Հանրապետության հրապարակում, էլի կհավաքվենք ու մեր թիվը կտեսնեն, բայց մենք սադրանքների չենք գնա, կարանք հավաքվենք մեր համար խաղաղ ցույց անենք, ինչպես մի քանի օր առաջ, 3 օր առաջ ես 3-2 առաջ Վանաձորի հրապարակում արեցի, լավ արեցի, այսօր Աջապայաններ ասել եմ, լավ եմ արել, բա ուրեմն ես էլ եմ լավ արել, որ գրել էի մաֆիոս կտրիչ Ներսիսյան, լավ էի արել, ուրեմն էլի եմ գրելու, պետք է գրեմ բան, Մքո Աջապահյան, այդ քեզ պաշտպանելու ժամանակ բա ընկերուհիդ խի չեկավ, սիրտը ոնց դիմացավ տանը նստած մնաց, չեկավ քեզ պաշտպանի, հա? Ընկերուհիդ, Մքո, հա, մեկ էլ մի հատ բան եմ ասում, համացանցում եթե նկատեք, հա, այդ իմ արած ցույցի համար, որ ես արեցի, գրեցի, հետո ինձ ասում են, գրել են, զանգել են, ասում են, քեզ տարան ոստիկանություն, նույնիսկ մեր Ազատության ռադիոկայանի լրագրողն էլ գրել եւ հետս խոսել, ասում եմ, ոչ թե ինձ տարան, այլ հրավիրեցին, ես դա անելուց գիտեի, որ օրենք եմ խախտում, գետնի վրա գրելով դրա համար, գիտեի, որ ոստիկանությունը գալու է, հա, բայց ես իմ արածը արեցի, ոնց որ այսօր Աջապայանն էր ասում, հա, ինչ ասել եմ հեղաշրջման մասին, Սերժին էլ եմ ասել, Քոչարյանին էլ եմ ասել, լավ եմ արել, էլի եմ ասել, բայց ես էլ եմ լավ արել, հա, տարան, ըստ օրենքի, ինձ տարան, հետո էլ ասեցին, դե լավ, դե գնա, ինչ որ պետք էր, գրեցի, ասի, հա, էս էլ ես հանցագործության գործիքը, ներկը, վերջը, բայց այդ ժամանակ էլի լավ է, որ գոնե մի քանի քպայականներ, այդ դեպքը, որ ընդամենը մի 10 րոպե տևեց, 15 րոպե միջև էս կոմենկոմ, եկան մի քանի քպայականներ, բայց բոլորը չէ որ եկան, կամ բոլորը չէ որ դուխ ունեին գային, որ դուխ ունենային իրանք այս 7 տարիների ընթացքում արած կլեին մի բան,
էլի եմ անելու, ես ձեզ ասում եմ, բայց չեմ ասի ինչ տեսակ եմ անելու։ Հա, ու համացանցում ես որ ասում եմ ես նշել էի, չէ, որ մարզպետներ եւ համայնքապետներ ոչ մի ծիսավաճառ սևազգեստ ինչ միջոցառումներ լինում է զինկոմիսարիատ մեր զորակոչիկներին են ճանապարհում ասված իրանց հետ բարով գնան, բարով վերադառնան մեր քաջերը, համերգա լինում, չգիտեմ ինչ միջոցառում է լինում մշակութային եւ այլն, էլ տեր մեր մի կանչի միջև խելքները գլուխները չհավաքեն սրանք։ Ես չեմ ասում, մենք մնանք առանց եկեղեցի, մենք մնանք առանց հոգևորականների։ Դրա ժամանակը կգամ որոշ օրեր հետո, բայց ովքեր որ լեզուները 200 մետր բացել են, ճոռո խոսացել են, այն որ գրում էին վարչապետին ինչ ասես եւ այլն, բայց սրանք այդ մասին չէին մտածում, այդ որ զոր ու գիշեր այդ էջերում համացանցում հայոյում էին նույնիսկ հոգևորականներ կան լիքը որ fake էջեր ունեն ինչ ասես այսօր գրել էին մտնում եմ դրանց էջերը նայում եմ էջմիածնցիներ են լրիվ ընկերները հետո տեստերներ կան ընկերները պարզ է իրաց fake-երից մեկն է էլի կամ հենց ինքը հոգևորական է պրոստը չի կարա դուխ չունի որ իրանով հանդես գա լիքը սենց բաներ ժողովուրդ ձեր ժամանակը չչարաշահեմ բայց այդ եմ ասում պետական քաղաքում կլի գյուղում կլի ինչ կլի չթողնեք տեր կանչեն իրաց կողքնել տնգացնեն տերը յանի բանը անում ես կոմենկոմ երբ որ խելքները գլուխները կհավաքեն այն փտած ձուկը այդ մաֆիոզը երբ որ գհեռանա երբ որ կլինի նոր կաթողիկոս ասպաստա կամ հայրկորենը կամ հայրկորյունը լինեն, այդ ժամանակ ամեն ինչ կկարգավորվի եւ իրենք կլծվեն իրենց ծառայությանը, ովքեր որ արժանի են։ Եվ ուզում եմ ասել, որ ինձ մի ասի, ես ոչ մեկին չեմ վիրավորում, եթե գրում եմ տհաճ է, այս քաղաքի կամ այս համայնքապետարանի ղեկավարը կողքին բերելա այսքան բանից հետո որ վարչապետին հայոյում են, էլ մեզ հայոյում են, բան, մեկ էլ տենում եք տեր են բերել։ Բա մեր ինքնասիրությունը ուր է։ Ես չեմ կպնում այդ համայնքապետի անձին։ Ես կպնում եմ, ասում եմ, այսքան պայքար ենք տանում, դա ոչ թե պետք է զգուշացնեն, ոչ թե պետք է ես ասեմ կամ գրեմ, այլ դուք պետք է ձեզ թույլ չտաք տեր բերեք։ Նորից եմ ասում, ում տեսնեմ, էլի պետք է տեղադրեմ, դուք էլ կտեղադրեք, մտեք ձեր համայնքապետարանների էջերը, եթե տեսնում եք մի հատ միջոցառում է, այս այնա, տեր են բերեք կանգնացրել, այս նույնը գրեք, որ շատ տհաճ է, չափից շատ տհաճ է, որովհետև դրանք մեր վարչապետին, մեր կառավարությանն են, մեզ են հայոյում ու գարեգինին են պաշտպանում։ Այդ գարեգինը որ միջոցառում է անում մեզ հրավիրում է, չէ, բա դուք եք հրավիրում։ Այսքան բան ընկերներ ջան, լավ մնացեք, դուխով, այն ուրիշ թեմաներին չեմ անցնում, այսքանն էի ուզում ասեի, քաղաքում էլ, մարզում էլ, Հայաստանի Հանրապետությունում էլ լիքը գործեր կա, լիքը սադրիչներ կան, լիքը փոխվելու մարդիկ կան, որ պետք է այսենց հերթով դուս թռնեն, տղ, գնա, քեզ հաջող, հերիքա, գնա, այսենց, բոլոր տեղերից պետք է դուս թռնեն, արդեն շատ եղավ, այս 7 տարիներն էր իրանց հերիք, շատ եղավ, կամ, եթե չենթարկվեն, պետք է բացահայտ ասեն, բացահայտ, ոչ մեկը, ոչ միտեղ մարզպետարան կլինի, քաղաքապետարան կլինի, գյուղապետարան կլինի, պետական կառույց կլինի, ոչ պիտի աշխատանքից ուշանան, ոչ էլ պիտի շուտ տուն գնան։ Եթե գործը սկսում է 9-ին, դա չի նշանակում, որ 9-ին պետք է նոր շենք մուտք գործեն։ Դա նշանակում է, որ իրանք 9-ին 10 պակաս, 5 պակաս պիտի մուտք գործեն, որ ժամը 9-ին, ոնց որ Եվրոպայում է, իրենք նստած եղնեն իրանց գործին, կամ կանգնած։ Նույնը գնալուց,
Ժամը 6-ին է գործը վերջանում։ Ոչ թե պիտի 5-ից 10, 5-ից 20, 6-ին 10 պակաս գնա։ Այս ամեն մի րոպեները, որ լրիվ Հայաստանով վերցնում ենք, դառնում է միլիարդավոր դրամներ, միլիարդավոր, ոչ թե միլիոնավոր։ Ոչ թե պիտի 5-ից կես տուն գնան կամ 5-ին կամ 5-ից 10, այլ, ու ոչ էլ 6-ին, 6-ին նոր իրանց գրասենյակից կամ աշխատանքի տեղից պետք է վեր կենան, թե հիմա 6-ից 5, 6-ից 10 շենքից դուրս գգան, այդ ձև պիտի լինի։ Սա պիտի օրենքի երկիր լինի, թե չէ, պիտի կարգ ու կանոնը հաստատվի, թե չէ, իհարկե, այո, ուրեմն մենք ապրում ենք որտեղ, իրական Հայաստանում, մենք հաղթել ենք, չկա նահանջ և դեպի առաջ, դուխով մնացեք սիրելի ընկերներ, բարի և խաղաղ գիշեր ձեզ։